Եկեք խոսենք support resistance մեկը chart pattern-ների վերաբերյալ, chart pattern-ները իրանք ձևավորված ինչ-որ գրաֆիկա է, որը որ մեզ հուշում է շարունակելու է ուղղությունը դեպի վերև, թե ինքը reverse անելու, այսինքն շրջադարձա տեղի ունենալու ու եթե վերև բարձրացողա սկսելու է իջնել, եթե իջնողա սկսելու է բարձրանալ։ Իսկ support and resistance-ը պատկերացրեք ոնց որ գրաֆիկայի մեջ աստիճաններ լինեն, որը որ մեզ օգնում են բարձրանալ ու հատակ լինի, որտեղ որ մեզ անդադ տորմուզ անում, որ բարձրանանք, հա, կանգնեցնում է, որ բարձրանանք։ Հիմնական երկու տարբերակներն է, տեսեք, եթե ենթադրենք գրաֆիկան այսպես սենց ասած բարձրանում է, մենք կարող ենք այստեղ մի հատ trend line գծել, լավ, որտեղ որ տեսնում ենք այստեղ բոլոր այս կետերը մեզ support է հանդիսանում, հետո այս կետը էլ չի պահում, հա, որտեղ որ պետք է պահեր էլ չի պահում, ջարդում է դեպի ներքև, հետո գալիս է բարձրանում է վերև, բայց գալիս է արդեն այստեղ հատակին է հասնում, այսինքն էլ ինքը չի կարողանում բարձրանա, սա կոչվում է այս հատվածը resistance։ Ու սա կարող ենք դիտարկել շատ տարբեր սցենարներում, կարող ենք դիտարկել վերև բարձրացող տրենդի դեպքում, կարող ենք դիտարկել իջնող տրենդի դեպքում, ինչպես կարող ենք նայել այն range trading-ի մեջ, որ տեսնենք որտեղ է կանգ առնելու, որտեղ չէ։ Եթե range-ի մասին է խոսքը գնում, կարելի ասել, այսպես կարող ենք ունենալ, ստեղ resistance, ստեղ էլ support-ն ալնելու, որ անդադ գնալու է վերև ներքև, bouncing up and down։ Նույն լոգիկայով կարող լինի սենց, support-ը ինքը անընդհատ աստիճան է, հա, արդեն աստիճան ենք իջնում, ու ամեն անգամ երբ որ գալիս է կպնում է, լավ է, հենց որ այն պահին երբ որ ջարդում է դեպի ներքև, բարձրանում է վերև։ Այս դեպքում resistance է դառնում, որը որ կարա շարունակի ներքև իջնել, support resistance-ի լոգիկան սա է, ինքը կոնցեպտուալ բավականին հեշտ է, ուղղակի երբ որ մենք գրաֆիկային անցնենք, արդեն ավելի հեշտ կլինի ձեզ իդենտիֆիկացնել support թե resistance, լավ, հետո ունենք chart patterns, ինչ է նշանակում, որ մենք ունենք շարունակական, ինչպես նաև շրջադարձային, շարունակական pattern-ները կարա լինի, օրինակ, որ մենք եռանկյունի ունենք, սենց մի հատ բան ենք տեսնում, որ նույնս որ նկարել եմ, հա, գինը գալիս վերև ներքև, արդեն կամած գինը այստեղ մոտիկանում է, որից հետո պորտքում է տեղի ունենում, դեպի վերև է բարձրանում։ Ունենում ենք, որ գինը արդեն բարձրացել է, range-ի մեջ ուղիղ վերև ներքև անում, մինչև շարունակում է արդեն նոր մակարդակներ վերև փնտրել, նույնս լոգիկան, հա, rectangle է կոչվում։ Ինչպես նաև ունենք դրոշը, flag-ը, որ գինը բարձրացել է, կամած իջնում է, մենք վերևն էլ ներքևն էլ այս որ խոսում ենք support resistance level-ները գծում ենք, այսինքն երկու հատ trend ենք գծում, ու այն պահին, երբ որ ինքը ջարդում է այս կետը, մեզ համար buy signal-ը, գնելու signal-ը, որ այստեղից կարող ենք առնել, որտեղ շարունակելու է։ Իհարկե, այստեղ դու միայն կարաս առնես, երբ որ ջարդի վերև գա այստեղ կպնի, այսենց նոր առնես, այստեղ է առնելու ժամանակը, ոչ թե այստեղ, այս է նույնպես մենք խոսենք, սա զուտ, որպեսզի պատկերացնենք ինչ տեսակի գրաֆիկաներ կան։ Հետո ունենք head and shoulders, ուսեր եւ գլուխ, այսինքն սա այս երկուսը ուսն է, սա էլ գլուխն է դիտարկվում, որը որ ինքը դեպի ներքև է գնալու։ Նույն տրամաբանությամբ, եթե ներքև իջնողը ու այս head and shoulders-ը տեսնում ենք, ինքը շատ մեծ հավանականություն կա, որ արդեն ինքը ներքևից ուզում է շրջադարձային դեպի վերև։ Ունենք նաև double bottom կամ double top, որ երկու հատ գալիս է կպնում է, ու հետո սկսում է ընկնել, այսինքն փորձեց մեկ անգամ չստացվեց, երկրորդ անգամ փորձեց չստացվեց, արդեն իջնում է կամ բարձրանում է։ Նաև այս նույն տարբերակի երրորդը triple կա, 1, 2, 3, շատ նման է head and shoulders-ին, բայց իրանք զուտ մակարդակը պահում են, այդ գինը պահում են։ Լավ, սա ինչով է կարևոր, որովհետև երբ որ մենք գրաֆիկա սկսենք նայել, դիտարկել եւ այլն, մեզ պետք է գալու նաև այս տեսակի
տեխնիկական գիտելիքը ունենանք, շատ չենք օգտագործելու, բայց առնվազն ձեզ պետք է գալու, որ հասկանաք, հա, երբ որ տեսնեք, ասեք, հայ, չգիտեմ, մի հատ ֆլեգ եմ տեսնում, կարող է հետաքրքիր լինի, ասեմ, հա, կարա եւ հետաքրքիր լինի, որովհետեւ այստեղ, երբ որ ինքը իջնում է, այստեղ մի հատ փոքր ինչ որ զոնա ունենանք առնելու ու այս ֆլագի հետ միասին ենթադրենք, այստեղ մենք առնենք, ոչ թե այստեղ ու ունենանք այսքան տարբերություն մնացած տրեյդերների դիմաց։ Մենք շատ ենք օգտագործելու այս լոգիկան, որովհետև նույնիսկ այս տրամաբանությունը ավելի ուշ է ցույց տալի մուտքեր, քան այն ինչը որ մենք զոնաներով դիտարկելու ենք։ Բայց ինչպես ասեցի, սա կարևոր է հասկանալ, գիտակցել, support resistance, chart patterns։ Ձեզ շատ կխնդրեմ, որ ChatGPT-ով, YouTube-ով եւ այլն, չնայած վիդեոյի ներքևում լիքը ես լինքեր կդնեմ, որտեղ որ խոսում են դրա մասին, որ դուք ավելի པարզ հասկանաք ոնց է ինչա։ Ինձ այն շատը հասնում է ձեզ ներկայացնել ընդհանուր գաղափարը, որը որ ներկայացնում, հետո այն մանրուքները, նրբությունները գնաք YouTube-ով կամ ավելի խորացված կոնկրետ էսրա մասին, որ խոսում են, իմանաք։ Հետո այնց որ արդեն հասկանաք, գիտակցեք, հարցեր առաջանա, այն վաղ ծիրով ես ձեզ կպատասխանեմ, էսա, այնենա, սենց կարելի անել, նենց կարելի անել։ Կհանդիպենք հաջորդին։